Վանաձայն, լավագույն և հարաստ։ Բարև ձեզ հարգելի ունգընթերները վագընթերներ, Վանաձայնի եթերով էպտիմադետրի էջով ձեզ հետ ենք ներկայացնելու հայկական աշխարհի այսօրվան լուրերը։ Հայաստանի արտաքին գործոս նախարար Արարատ Միրզոյան 3 Ժնևի մեջ ՄԱԳ-ի մարդու իրավունքներու խորհրդի բարձրաստիճան նիստին իր արտասանած խոսքին մեջ անդրադարձավ Բաքուի մեջ բավող գերիներու հարցին, հագարականոր որ անոնց հաշվին արձակված դատավճիռներուն մասին ցարտ ոչ մեկ բառ արտասանեց այն իշխանությունը, որուն ներկայացուցիչներն է ինք։ Թեև հագամարտության ցավալի մարտահրավերական հետևանքները դակավին ենթակա են լուծումի, իսկ հերավոր եւ ոչ հերու անցյալի վերքերը կշարունակեն մնալ բաց, սակայն մենք ընտրած ենք մեր հաշտության դժվար ուղին։ Այս անշուշտ բարդ գործընթաց է, նկատի առնելով, որ 19 հայ անձեր դակավին կգտնվին Բաքուի մեջ արգայ անհայտ կորսված անձերու ճակատագիրներուն բարձրապանումի եւ բռնի անհետացումի դեպքերու բացահայտումի անհրաժեշտությունը եւ միաժամանակ դարածված են խեղաթյուրված պատմական բադումներ։ Այնուամենայնիվ Հայաստան կմնա հաստատակամորեն հանձնարարու շարունակելու այս ուղին այն գիտակցությամբ, որ խաղաղությունը գծավավոր է ավելի նպաստավոր միջավայր հագամարտության հետևանքներու հասցեակրման համար, ըստ Միրզոյան։ Միրզոյան անդրադարձավ Հայաստանի եւ Ադրբեջանի բանակցություններուն, նշելով դասնամյակներ դեպած զինյալ հագամարտություններն եւ մարտահրավերական ճգնաժամերի հետ Հայաստան եւ Ադրբեջան վճռական քայլեր ցերնարգեցին երկարաժամկետ խաղաղության հաստատումի համար։ Անցյալ տարի Վաշինգտոնի մեջ տեղի ունեցած խաղաղության վեաժողովը ոչ միայն խաղաղություն հաստատեց երկու երկրներու միջև, այլև ջամփապացավ Արևդուրի եւ ժողովրդի միջև փոխհարաբերության, հայտնեց Միրզոյան։ Հայրենի մամուլը այս օրերուն կանտրատարնա այն գործընթացին մեջ կատարված օրենսդրական այն փոփոխություններուն, որոնք իզորու դարձած են 2026-ի համապետական ընտրություններու սեմին, խաղի նոր կանոններ ստեղծելով ընտրաբայկարի պատրաստվող քաղաքական ուժերուն համար։ Առանցքային փոփոխություններն մեկը եղած է հետընտրական համախոհություն կազմելու թվային սահմանափակումը։ Եթե մինչև այսօր ազգային ժողով ունեցած ուժերեն մեկուն համախոհություն կազմելու համար գրնար միանալ ընտրական շեմը հաղթահարած արաբերակույն երկու ուժ, այժմ նման սահմանափակում չկա։ Գետրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Վահագն Հովագիմյան գտնկեց, որ համախոհություն կազմելու առաջին առիթը կդրվի ամենեն ավելի կվեստացած ուժին։ Եթե 9 օրվան ընթացքին համախոհություն չստեղծվի, որուն իբրև արդյունք ցայներուն քանակը դառնա 52%, ապա հաջորդ 5 օրերուն այդ կարելիությունը արդեն կդրվի նվազ ցայներ ստացած գուսակցություններու կամ գուսակցություններու դաշինքին։ Այստեղ սահմանափակում չկա, ըստ Հովագիմյան։ Քաղաքական ուժերը այս փուլին ընտրություններուն մասնակցելու ծևերը գորոշեն, սակայն հետընտրական համագործակցություններուն մասին կնախընտրեն լուր մնալ։ Քաղաքացիական պայմանագիր գուսակցությունը արդեն թեմ արտահայտված է ինտիմատիր ուժերու միավորումին։ Անոնք այդ մեկը կգոչեն Գյումրի 2 եւ կբնթեն, որ նախկինները եւ տրամադերները գուզեն այդ ցևով վերադառնալ իշխանության։ Ինտիմատիր տաշտին մեջ դարագուսանք կարտահայտեն։ Ինչ հանցանք կա միավորվելու մեջ եւ ինչպես այդ կարգիլեն։ Փոխված է նաեւ գուսակցություններու եւ տաշինքներու համար անցնելու դոգոսը։ Եթե նախկին ղարկավորումներով գուսակցության բարակային անցնելու դոգոսը 5 էր, այժմ աննվազած է եւ եղած է 4։ Նույնը չէ մնացած նաեւ գուսակցություններու տաշինքներուն համար անցնելու 7 դոգոսը։ Տաշինքներու բարակային 7 դոգոսը դարձած է 8, եթե տաշինքը կազմված է 3 գուսակցութենե։ Իսկ 3-ի ավելի գուսակցություններով կազմված տաշինքի բարակային անցնելու դոգոսը կդառնա 10, նշեց Հովագիմյան։ Տեխնազություն առաջացրելու համար 2 ամիսեն նվազ ժամանակ մնացած է, սակայն ոչ մեկ կուսակցություն տաշինքով մասնակցելու որևէ հստակ հայտարարություն կատարած է։ Փոխարենը քաղաքական զանազան կորզիչներ կմիավորվին որևէ քաղաքական ուժի շուրջ, օրինակ
Գագիկ Ձարուգյան ոչ թե դաշինք, այլ քաղաքական նոյան դաբանք գծեվավոր է։ Դաշինքներու բարակային անցնելու դոգոսին բարձրացումով ընդրական փոփոխությունները չեն սահմանափակվիր։ Նաև ընդրության մասնակցության սագը ավելցած է դաշինքներու բարակային 10 միլիոն դրամեն դառնալով 15 միլիոն 40,000 դոլար, գուսակցություններու համար հագարակը 10 միլիոնեն նվազած է 7.5 միլիոն դրամի, այսինքն 20,000 դոլար։ Ընտրություններուն մասնակցող ուժերը ավելի մտահոգ են ընդրական օրենսգիրքին մեջ կատարված այն փոփոխությամբ, որ առաջին անգամ լալով պիտի գիրարգվի համապետական ընտրություններուն։ Խոսքը բարեգործության արգելքին մասին է։ Այս կարգավորումով այն գազագերբությունները, որոնց անունները գրնար առնչվել ընտրություններուն մասնակցող գուսակցություններու անուններուն հետ, կամ կղեկավարվին այդ գուսակցություններուն կողմէ, մինչև ընտրության արդյունքներուն ամփոփումը չեն գրնար բարեգործություն անել։ Քաղաքական ուժերու արձանագրությունները կենտրոնական ընդրական հանձնախումբը պիտի ավարտի 3 մայիսին, իսկ կարոզարշավը պիտի սկսի 8 մայիսին։ Արևմտյան Ամերիկայի հայտարարի հանձնախումբեն բادվիրագությունը եւ անոր ընկերակցող իրավական մասնակիցներ, հոգեվորականներ, pedagogan պաշտոնադարներ եւ մարդկային իրավանց պաշտպաններ Միացյալ Նահանգներու միջազգային կրոնական ազատության հանձնաժողովին USCIRF ներկայացուցին Արցախի մշակութային եւ եկեղեցական ժառանգությունը ոչնչացնելու նպատակով Ադրբեջանի համագարկված գործունեության պաստերը միաժամանակ գոչ ուղելով ջնշել Բաքուի իշխանություններուն Ադրբեջանական փանդերուն մեջ աբորինի գերբով բաղվող հայ կերիներուն ազատ արձակումը ապահովելու համար։ Բادվիրագության անդամները նաև իրենց մտահոգությունները փոխանցեցին Հայաստանի կառավարության կողմէ հայ եկեղեցու դեմ սկսած անընդունելի արշավին եւ Երուսաղեմի հայկական թաղամասի սպառնալիքներուն համար։ Իրենց մանրամասն ներկայացումներն յետ բادվիրագության անդամները նաև գոչ ուղեցին հանձնաժողովին, որբեսի Ադրբեջանը տասեն հadouk մտահոգության արժանի երկիրներու գարկին, նկատի առնելով այդ երկրին մեջ կրոնական ազատություններու աղաղակող ոտնագողումները։ Նման տասավորումը նաև արիտ պիտի ընձայե մոդեն հետապնդելու հայերու հալածանքը, նպաստելու հայ կերիներու ազատ արձակման եւ դատաբարտելու Արցախի տարավոր ժառանգության փաստագրված ոչնչացումը։ Բաքուի մեջ դեղի ունեցավ Ադրբեջանի եւ Իրանի միջև տնտեսական, արևդրական եւ մարդասիրական համագործակցության pedagogan հանձնաժողովի 17-րդ նիստը։ Երկու երկիրներու բادվիրագությունները քննարկեցին համագործակցության հերանեկարները եւ վերանայեցան դարաձաշրջանի կոմագային եւ դարանցիկ ներուժի ընդլայնումի մասին միացյալ ծրագիրներուն ընթացքը։ Հadouk ուշադրության արժանացավ արևելք արևմուտք եւ հյուսիս հարավ երթևեկի հաղորդակցության միջանցքներու զարգացումը, ինչպես նաև ռեշտ աստարա երկաթուղային կիզին կառուցումը։ Ադրբեջանի կառավարությունը հայտարարեց, թե կիզի շահագործումին հանձնումը մեծապես պիտի բարձրացնե փոխադրություններու ծավալները եւ պիտի նվազեցնե բեռներու մատակարարումի ժամանակը։ Հանդիպումեն յետք բادվիրագություններու ղեկավարներ Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուստաֆաև եւ Իրանի ճանապարհներու եւ քաղաքաշինության նախարար Ֆարզան Էսադեղ ստորագրեցին փոխըմբռնումի հուշագիր։ Թուրքիո Զոնգուլդակ նահանգի Դևրեկ քաղաքի քաղաքապետ Օժջան Ուլուփներ դեսակցեցավ Թուրքիո մշակույթի եւ զբոսաշրջության նախարարության քրատարաններու եւ հրատարակություններու գլխավոր տնօրեն Դաներ Բեյողլուի հետ։ Դեսակցության ընթացքին քննարկվեցավ Դևրեկ քաղաքի երբեմնի հայկական եկեղեցու շենքին վերականգնումի հարցը։ Նշվեցավ, որ պատմական այդ կառույցի վերականգնումի աշխատանքները կսկսին հառաջիկա օրերուն։ Հայկական եկեղեցին ժամանակին ծառայած է իբրև շարժաբատկերի շենք։ Վերանորոգումի ծրագիրին համաձայն շինությունը պիտի վերականգնի սկզբնական դեսքին համապատասխան եւ պիտի գործե իբրև տանկարան եւ քրատարան։ Նշված է նաեւ, որ շենքը արձանագրված է իբրև մշակութային ժառանգության վայր։ Անցնող օրերուն Թուրքիո նախագահ Ռեջեփ Տայեփ Էրդողան հայտնեց, որ Անկարա կսկսի ռազմական օտանավներու եւ օտանավագիրներու արտադրության։ Մեր անօտաժու տրճող սարքերու, հրթիռներու, նավերու, ուղղաթիռներու եւ հրասայլերու միջոցով մենք կրնանք ինքնուրույն գերբով բավարարել մեր գարիկները բազմաթիվ մարզերու մեջ։ Վաղը մեր ռազմական օտանավները եւ օտանավագիրները գավելցնենք այս ցանգին մեջ։ Մենք վճռական էինք եւ 23 տարվան ընթացքին հասանք այս նպատակին, հայտարարեց Էրդողան։
Օսմանյան շրջանի հայտնի իրավապան, քրող եւ քաղաքական գործիչ Գրիգոր Զոհրաբի 1909-ին հրադարագած Հյուգյուգ Սեզա քրեական իրավունք աշխատանքը 116 տարի յետք վերահրադարագվեցավ։ Գիրքը նկատված է Օսմանյան թրքական քրեական իրավունքի հիմնարար գործերեն մեկը։ Զոհրաբ 1908-ի սահմանադրութենեն յետք դասավանդեց Բոլսո իրավապանական համալսարանին մեջ եւ միաժամանակ եղավ Օսմանյան խորհրդարանի պատգամավոր։ Անոր դասախոսություններուն հիման վրա գազմված աշխատանքը ոչ միայն ուսումնական ցերնարգ է, այլև կարևոր աղբյուր ժամանակակից թրքական քրեական իրավունքի ձևավորման ընթացքը հասկանալու համար։ Հայտնենք, որ 1906-ին Սուլտան Աբդուլհամիդի օրով Զոհրաբին արգելվեցավ սպաղիլ փաստաբանական գործով, որ յետք Զոհրաբ մեկնեցավ Փարիզ։ 1908-ի սահմանադրության վերականգնումեն յետք Զոհրաբ վերադարձավ Բոլիս եւ վերսկսավ դասավանդման։ 1909-ին անոր դասախոսությունները հրադարագվեցան իբրև 281 էջնոց աշխատանք, բաղկացած 6 հիմնական բաժինները։ Հարկելի ունգընթիրները վագընթիրներ վանացայնի եթերով էպտիմադեդրի էչով CZD-ին ներգայացնելու հայկական աշխարհի այսօրվան լուրերը։ CZD-ին ցայնաղարտավար Անտոնին եւ Ներսեսը։ Մնացեք միշտ վանացայնի ունգընթիր։